Բարև Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր մարտի 4-ն է երեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։ Վարչապետն իր ելույթում նշել է, որ մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում։ Պետությունը հաջողակ է այնքանով, որքանով կարողանում է առաջին հերթին հենց դիվանագիտության միջոցով ապահովել սեփական արտաքին անվտանգությունը եւ բարենպաստ միջավայր ձևավորել արտաքին աշխարհում։ Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանն ասել է վարչապետը, շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին։ Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի եւ Հայաստանի Հանրապետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր եւ իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ասելիքը առավել հասկանալի եւ ընդունելի լինի արտաքին աշխարհում։ Վարչապետի խոսքով հենց արտաքին միջավայրի ընկալումներից եւ ճանաչումից պիտի կախված լինի, թե մենք ինչը եւ ինչպես ենք ներկայացնում, կամ ինչպես ենք ներկայացնում եւ ներկայանում որպես անկախ պետություն, որովհետեւ այդ ճանաչողության տարբեր մակարդակները կարող են փոխել նաեւ մեր ասելիքի եւ դիրքավորման մասին մեր պատկերացումները։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ ինչքան աշխարհն է շարունակում մեզ համար մնալ անծանոթ վայր, այնքան էլ մենք ենք աշխարհի համար շարունակում մնալ անծանոթ տեղ, անծանոթ պետություն, անծանոթ միջավայր։ Սա պետք է խոստովանենք մենք իրար, հակառակ դեպքում մենք չենք կարող առաջընթաց ունենալ եւ նաեւ պետք է որոշակի լուծումներ փնտրենք եւ լուծումներ գտնենք։ Վարչապետը ուրախությամբ է արձանագրել այն, որ վերջին տարիներին Հայաստանը ենթակառուցվածքների զարգացման խնդիր է լուծել։ Նա որպես օրինակ նշել է Լոնդոնում, Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքերը։ Իհարկե մենք այս հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում, որպեսզի ֆիզիկական ենթակառուցվածքները մեր արտաքին հարաբերությունների եւ դիվանագիտական ծառայության հնարավորինս պատշաճ մակարդակում լինեն եւ դրա շարունակական զարգացումը պետք է ապահովվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով անզեն աչքով էլ նկատելի է, որ նախորդող շրջանը շատ ակտիվ դիվանագիտական տարի է եղել։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում հաստատվել են նոր հարաբերություններ, որոնք նախկինում ըստ վարչապետի չենք ունեցել։ Մեր խնդիրն է արտաքին հարաբերությունների հավասարակշռության միջոցով Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում։ Փաշինյանի խոսքով պետական շահեր ասելով առաջին հերթին պետք է հասկանալ երկրի տնտեսական զարգացումը։ Անդրադառնալով խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Բայց նաև մյուս կողմից մենք պետք է հասկանանք եւ ի սկզբանե գիտեինք, որ խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ։ Բայց ես կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է չլինի կամ առնվազն մեր տրամադրվածությունը պետք է փոխվի։ Լավ փորձենք, չստացվեց, դե ինչ արած։ Ես կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետեւյալը, եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին եւ հետեւաբար մենք պետք է լուծենք մեր խնդիրը։ Այդ խնդիրը ըստ վարչապետի պետք է լուծենք աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները եւ սպառնալիքներն ավելի լավ եւ ավելի խորը ճանաչելու միջոցով։ Ես ուզում եմ հավատալ, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Ես ուզում եմ հավատալ եւ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով եւ շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը լինի շարունակական, որովհետեւ նաեւ դիվանագիտության մեջ իհարկե ճկունությունը շատ կարեւոր է, բայց նաև պետք է դա նույնպես ճիշտ հավասարակշռության մեջ լինի հետևողականության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ ճկունությունը պետք է նաև ավելի արդյունավետ դառնա աշխարհը, մեր միջավայրը, տարածաշրջանը, հարաբերություններն ավելի լավ ճանաչելու, միջազգային իրադրությունն ավելի օպերատիվ եւ ամբողջական, ավելի խորը գնահատելու մեջ։ Հաջորդիվ տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երթմնակալության արարողությունը։ Հայաստանի վարչապետի կողմից մի շարք դիվանագետներ ստացել են դիվանագետի վկայականներ։ Նախարար Արահատ Միրզոյանն էլ մի խումբ դիվանագետների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալով։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։
Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը եւ Թուրքիայի նախագահը։ Առաջինը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, իսկ երկրորդը խոսել է տարածաշրջանում կայունության հասնելու ուղղությամբ ջանքերի ակտիվացման մասին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուկը մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Ես ուշադրությամբ հետևում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ բանակցություններին, հույս ունենալով, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման, ապաքինման եւ հաշտեցման գործընթացի։ Մենք պատրաստ ենք աջակցել։ Բոլոր նրանք, ովքեր կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում, այդ թվում էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ արդար դատաքննության իրավունքը պետք է լիովին պահպանվի։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հայտարարությունը Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում միջազգային, պետք է շուտափույթ եւ պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին։ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը։ Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում, մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան որպես Եվրոպայի անբաժանելի մաս Եվրամիության անդամակցությունը համարում է ռազմավարական առաջնահերթություն։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ համոզված է, որ կարգավորումն անհնար է առանց Մոսկվայի եւ Կիևի ներգրավման։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել բանակցությունները։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը այսօր հրավիրած ասուլիսում նշել է, որ այս տարի եւս շարունակելու են իրականացնել ի գործ, քայլ դեպի տուն եւ երիտասարդ դեսպաններ ծրագրերը։ Նա նաեւ անդրադարձել է հայրենադարձության միտումներին, մանրամասնելով, թե ինչպիսի փոփոխություններ են նկատվում այս ոլորտում։ Ի գործ ծրագիրը սկսել է գործել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, փաստորեն պատերազմից մոտ 2 շաբաթ առաջ մենք մեկնարկեցինք ծրագիրը եւ այն շարունակում է առանձնթաթումների, չնայած բոլոր դժվարությունների եւ խոչընդոտների։ Մեր հիմնական խոչընդոտը, ասեմ, ի գործ հետ կապված ինչն է, մենք 2019 թվականին, երբ որ քննարկում էինք ի գործ ծրագիրը, սահմանեցինք կեցության վճար, այսինքն մի գումար, որը հնարավոր կդարձներ ծրագրի մասնակիցներին ապրել այդ մեկ տարվա ժամկետում Հայաստանում։ Ամենամեծ խնդիրը իհարկե նա է, որ 19 թվականից այդ կեցության ծախսը մանավանդ Երևան քաղաքում կտրուկ ավելացել է, կրկնապատկվել է, եթե ոչ ավելին, եւ մեր ստիպենդիան, այս կեցության վարձի վճարը, որը պետությունը տալիս է գործականներին, մնացել է նույնը։ Ամենաառանձնահատուկ իհարկե պահը նա է, որ ի գործականների 70-ից 80%-ը մեկ տարվա այդ fellowship-ի ավարտից հետո նախընտրում են մնալ Հայաստանում։ Չնայած ի սկզբանե ծրագրի նպատակը հայրենադարձությունը չի եղել, այլ ձեր առաջին նշված նպատակներն են եղել եւ հիմնականում ոչ միայն գիտելիքներ, այսպես տեխնիկական կարողությունների ներդրումը կամ բարելավումը Հայաստանի կառավարման համակարգում, այլ նաև հոգեբանության, աշխատելավոճի, աշխարհընկալման փոփոխությունը համակարգի մեջ, բայց այո, անկասկած այն ունեցել է նաև հայրենադարձության արդյունք, եւ հետո նշեմ, որ այս մարդիկ, որոնք ի գործին մասնակցում են եւ հետագայում որոշում են մնալ Հայաստանում, իրենք այսպես վակուումի մեջ իրենք ունեն այլ անձանց ծանոթներ, բարեկամներ, գործընկերներ, որոնք իրենց փորձին հետևելով նաև որոշում են կամ դիմելի գործծրագրին կամ ընդհանրապես ներգրավվել հայաստանյան կյանքի մեջ, ինչ որ ձևով դա լինի, ինչ որ ծրագրերի միջոցով, ոչ միայն պետական, այլ նաև հասարակական, լինի ներդրումների միջոցով, լինի բարեգործության միջոցով։ Մենք այս պահին հայրենադարձության իմաստով երկու ուղղությամբ ենք աշխատում, մեկը դա
հայնադարձության ինտեգրման կենտրոնի աշխատանքների ավելի այսպես համակարգված տեսք տալը, քանի որ ինքներս էլ սովորում ենք, հասկանում ենք, թե կարիքները ինչ են եւ ինչի վրա պետք է շեշտ դնել եւ ինչ որ բան հավելյալ չի ավելացնում։ Եվ դրա հետ մեկտեղ նաեւ մենք այսօր ունենք հայնադարձության մասին օրենքի նախագիծ, որը փոխանցել ենք մեր գործընկերներին ազգային ժողովում, որը իհարկե կոնկրետ հայնադարձության մասին է, ավելի շատ բարոյական եւ սիմվոլիկ, այսպես դեկլարատիվ բնույթ ունի, բայց մեր համար այն նաեւ այն օրենքն է, անհրաժեշտ օրենքն է, որի շուրջ մենք կարող ենք խարսխել մեր բոլոր ծրագրերը, որոնք այս պահին ուղղակիորեն որևէ օրենքի հետ չեն կապված։ Օրենքը պարզապես, ինչպես ասացի, այսպես դեկլարատիվ բնույթ ունի այն իմաստով, որ այն սահմանում է, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը եւ բոլոր հայերը իրավունք ունեն ապրելու Հայաստանում, հայրենադարձվելու, հաստատվելու եւ բնականոն կյանք հաստատելու Հայաստանում եւ ահա մեր այն ծրագրերը, որոնք միտված են նպաստելու այդ գործընթացին, հետեւաբար տրամաբանորեն կապված են այս օրենքի նախագծի հետ։ Շարունակելու ենք ընդլայնել Սփյուռքի հանձնակատարների ցանցը, այսինքն մեր կողմից կառաջարկվող են տեխնացուներ եւ այն տեխնացուները, որոնք արժանի եւ համապատասխան կլինեն այդ պաշտոնին կնշանակվեն։ Ամենամեծ նորությունը իհարկե դա երկրորդ երիտասարդական համայնքական երիտասարդական ֆորումն է, որը տեղի կունենա օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։ Իսկ ընդհանրապես բնական է, որ շարունակելու ենք մեր ընթացիկ ծրագրերը, նաև հատուկ ուշադրություն հատկացնելով մեր վտանգված համայնքներին, ինչպես նաև ամրապնդելով հայնադարձության ինտեգրման կենտրոնի աշխատանքները։ Վաղը մարտի 5-ին ժամը 18-ին լրանում է Գյումրիի ավականու արտահերթ ընտրությունների մասնակցության հայտերի ընդունումը։ Չնայած մոտ 1 տասնյակ կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ են հայտարարել Գյումրիի ընտրություններին մասնակցելու որոշման մասին, բայց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով մասնակցության հայտ առայժմ ներկայացրել է միայն 2 քաղաքական ուժ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի ավականու տեխնացուները ցուցակում է 33 անուն, իսկ ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ Իմ հզոր համայնք կուսակցությունը, որի տեխնացուների ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Կուսակցության ավականիների ցուցակում ընդգրկված է 40 տեխնացու։ Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավականու արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, դիմելով Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված տեխնացուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին, հորդորելով օպերատիվ եւ ամբողջական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությանը, հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։ Միաժամանակ կարգավորող մարմինը կոչ է անում բոլոր տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցող ընկերություններին նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել բազմակարծություն, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանի ու հերքման հնարավորություն, պահպանել ընդունված մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Հանձնաժողովը հորդորում է մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար։ Շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին 3 միացել էին նաև Գյումրիում հագուստի առևտրով զբաղվող անհատները։ Նրանք բողոքում էին հարկերի ավելացումից եւ նշում, որ դա կհանգեցնի իրենց գործունեության դադարեցմանը։ Շիրակի մարզպետի հետ երեկվա հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել Պեկի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու եւ իրենց հարցերի պատասխանը նրանցից լսելու համար։ Պեկի աշխատակիցները այսօր են եկել առևտրականների հետ հանդիպման, բայց ի տարբերություն երեկվա, այսօր իրենց հարցերի պատասխանը լսելու ցանկություն հայտնած առևտրականների թիվը անհամեմատ քիչ էր։ Մի քանի առևտրականների Պեկի ներկայացուցիչը բացատրել է, որ շրջանառության հարկը 5-ից դարձել է 10%, բայց էականորեն կարող է նվազել, եթե առևտրականները ծախսագրում կատարեն։
այսինքն հաշվի կառնվի առևտրով զբաղվողների կատարած ծախսերը, որոնք կունենան օրինական փաստաթղթավորում։ Այս դեպքում նրանք 10-ի փոխարեն կվճարեն ընդամենը 1% շրջանառության հարկ։ Ներկայացվել է նաև աջակցության ծրագիրը, որի մասին կառավարությունը օրեր առաջ է որոշում կայացրել եւ այն նույնպես վերաբերում է շրջանառության հարկ վճարող առևտրով զբաղվող կազմակերպություններին ու անհատներին։ Հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարողների համար առևտրական գործունեություն զբաղվող շրջանառության հարկ վճարողների համար 5% շրջանառության հարկը դարձավ 10%, բայց միևնույն ժամանակ շրջանառության հարկի գումարից նվազեցվում է առաջ մինչև օրենքի փոփոխությունը միայն ձեռքբերման արժեքը, օրենքի փոփոխությունից հետո նվազեցնելու է սկզբնական արժեքը։ Սկզբնական արժեքի մեջ կներառվի այդ ապրանքի տեղափոխման, պահպանման ծախսերը։ Ինչպես նաև իրացման ծախսերն է նվազեցնելու, այսինքն այն շրջանակը, որը ծախսագրվում էր կամ հնարավոր է շրջանառության հարկից նվազեցնել, ընդլայնվել է որոշ չափով։ Առաջ որ խանութը վարձակալում եք, էդի չեք նվազեցնում, հարկը հաշվարկելուց հիմա նվազեցնում եք։ Առաջ 4%-ն էր, հիմա այդ բոլոր ծախսերի 9.5%-ն է կազմում։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք առաջ 5 հանած 4 էր, Չէ, ոչ պակաս 1.5-ից, հիմա 10 հանած 9.5 ոչ պակաս 1-ից։ Աջակցության ծրագիրը նախատեսվել առևտրական առքուվաճառքի գործունեությամբ զբաղվող հարկ վճարողների համար։ Ասում է այն առքուվաճառքով գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կօգտվեն, որոնք 2024 թվականին իրականացնել են առևտրական առքուվաճառքի գործունեություն, այսինքն նախորդ տարի իրականացրել են, կարևոր չի ամբողջ 12 ամիսը, այլ ինչ որ մի պահ էլ, եթե իրականացրել են, տենց։ Այո, 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համարվել են շրջանառության հարկ վճարող։ Աջակցության ստանալու հաշվետու եռամսյակում համարվել, ասենդես կներեք։ Ճիշտ ասեք, շրջարկ վճարող։ Ահա, լավ, շրջարկ վճարող։ Աջակցություն ստանալու հաշվետու եռամսյակում համարվել են շրջանառության հարկ վճարող, բացառապես։ Նաև այս տարի։ Հա։ Ինչ կարը դուք եք։ Ահա, դուք եք։ Հաջորդը ասում է, որ աջակցությունը կտրամադրվի 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համար, այսինքն 6 ամիս թվակատրվածքով։ Այժմ հեռահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։